Ողջույն սիրելի ունկնդիրներ, բարի գալուստ Պարզից Պարզ podcast։ Այսօր ձեզ հետ ես եմ Արաջ Ալաբյանը, Արտյոմ Զաքարյանը, եւ մեզ հյուր ա եկել Ալին Մասրելյանը, Հալեբ 99 խանութի հիմնադիր եւ մի շարք այլ զբաղվածության տեր մարդ, որոնց մասին մենք կխոսենք, կզրուցենք այսօրվա մեր podcast-ի ընթացքում։ Բարով եք եկել։ Ողջույն, շնորհակալ եմ հրավերի համար եւ հույսով եմ ուրախ եւ դրական զրույց կունենանք։ Անշուշտ։ Ինչպես եկաք Հայաստան, գուցե դրանից սկսենք, երբ եկաք։ 99-ին։ Ոչ։ Ուրեմն մենք 97-ին մեր ամուսնության 5-րդ ամյակն էր, մենք մեզի նվեր էինք եւ երեխեքին թողեցինք տատիկի մոտ եկանք Հայաստան ու ես միշտ կարդահայտվին, որ Հայաստան սիրելը որդի պես է, այսինքն եթե մտավ մեջը ինքը գրձելու է քեզ, այսինքն անընդհատ Հայաստան, չնայած դու Հայաստանով մեծացնում են քեզ, մեկ էլ մի օր ջաշի նստած էինք մորս տունը, այսինքն քիչիկ մխմած էր ամուսինս սա գերտաս գաբրիս Հայաստան, ասի կացինք 98-ին ելանք եկանք, այդքան բարս։ Երեխաները Փերինք Մերիկ փոքր էին։ Այո, 6 եւ 4։ Հիմա այստեղ են։ Մեկը այստեղ, մեկը չայստեղ, ոչ տեղում չէ։ Մեկը մասնակցության պատճառը, որովհետեւ համարորեն որոշեց բժիշկ պիտի դառնա։ Եվ ես ուզում եի Հայաստանին լավ բժիշկ թողել, ոչ թե գիսատ բրատ բժիշկ, ու իր կյանքանից դրսևորվեց, որ դրսերում է։ Հասկաց։ Հետո ինչ նախաձեռնեցիք։ Ուրեմն ելանք եկանք, ինչպես որ ասում են, ես մասնագիտությամբ շինարար եմ, այնտեղ աշխատում էի քաղաքապետարանի հետ, հին Հալեբ վերականգնելու ծրագիր կար գերմանական պետության ֆինանսավորմամբ, քաղաքապետարանը ինձ արել էր իբր պաշտոնյա, որ աշխատիմ, դե իրանք հայերին շատ են սիրում ու շատ են վստահում, այդ պատճառներն մեկը որ դա է անունս հայտնվել, ամուսինս ալ շինարար էր, եկան 13 հատ ծրագիր դրած ենք, որ մենք ինչ կարող ենք անել Հայաստանի մեջ։ Շինարարական թե ընդհանրապես։ Ընդհանրապես, բիզնես կոնցեպտով։ 13-ից ոչ մեկը չարեցինք, ուրիշ 4 հատ արեցինք, որովհետև փաստորեն երբ որ կապրիս, կտեսնես իրականությունը, կտեսնես opportunity, հնարավորությունները ուր են ու այդ ուղղությամբ կսկսի ուղեղդ ավելի արագ աշխատի։ Ինձ մի հատ անեկդոտ կա, որ ասում եմ, տուրիզմը էմիգրացիայի հետ մի խառն։ Հայր Հերվից ուրիշ բան է երևում գալիս։ Լրիվ էդի իմ բարակայիս էր, շատ ծանր էր, ու հետո խնդալով ասեմ, որ ամերիկացիները իզուր դեղը 5 տարի չեն դալիս սկրին կարտով, որ հետո արդեն մինչև 5 տարի կսորվիս։ Ծանր էր, որովհետև այդ ժամանակահատված Հալեբը շատ փայլուն էր, ու ես մասնակիտական օրեն լավ առաջ էի գնում եւ շատ արագ առաջ էի գնում, ինչ որ ադի մկրատի պես այսպես կտրես եւ տեղափոխվիս միջավայր։ Այո, լեզուն գիտեմ, լեզուի խնդիր բացարձակապես չունեի, բայց այդ ժամանակ ես հասկացա, որ այո, մենք մեկ ազգ ենք, բայց երկու դարբեր ժողովուրդներ ենք, ու ոչ մեկը ոչ մեղադրելու չէ, ես ստացած եմ այդ արաբական մշակույթի ներքո եմ մեծացել, իսկ այստեղ իր երկար պատմությունով, որ վերջինը ռուսական գրթության կամ իրան նորմերի մշակույթներ որ կար։ Կարծում եմ մենք ստեղ շատ ավելի խառը մշակույթ ունենք, որովհետև մենակ արաբական երկրներից չէ, ռուսական, չգիտեմ, պարսկական։ Շատ տեղերից եկել են, գալիս են, գնում են ու չգիտեմ, ինչ թվում է ձեր մոտ ավելի այդ մշակույթը ավելի կոմպակտ է երևի։ Այո։ Ես էլ արաբ ընկերներ ունեմ, Բեյրութ, Սիրիա եւ ոչ միայն գիտեմ որ ինչ որ մի հատ բանի շուրջ է, էլի մենք ստե շատ կարծիքով շատ խառը ժողովուրդ ենք այսօր։ Դե համար էլ չենք կարողանում մի բանի շուրջ պայմանավորվել։ Երևի։ Ես
այդ ժամանակ էր, որ այս մտքերով ես էի չարչարվում, որ բարձ խնդիրների առաջ էի նախ չասեմ, որ հոսանքը ջուրը եւ այլն այդ առօրյայի գենսաղական, որ ասում եմ լավ, ես ինչու այսօր վրա ժամանակ պետք է ծախսեմ, որ ջուրը հանգարց, եթե արդվա 5-ին կամ երբ որ դալիս էին գրաֆիկով չհավաքեմ, ջուր չունենար այդ օրը կամ երթայի խանութ հաց պիտի առնեի, կսեի թարմ է, այո, գբերես տունը փորփոսնած է, ետ կերտած ես որ բայց ես քեզի հարցուցի որ հացը թարմ է, սիրայո, հա լավ, մենակ գահանե դրամը, ես թարմ հաց եմ ուզում, ես փողը չեմ ուզում։ Որը մի երկու անգամ գնամ գամ դրա համար։ Այսինքն փոքրիկ բաներ էին, հետո ես ինձի հավաքեցի սիհոպ, այսինքն սևակնոց կփավե ենթագիտակցությանդ վրա այսինքն կոմպրեսնել, ասել որ առաջնայիր, ասի Հայաստան է, 2-3 միլիոնը ինչպես կապրին, դու նույնը պիտի ապրես, սկսիր դու քեզի մտածել ինչ կրնաս սնել, ու այդ սևակնոցի ելավ, եկավ վարդակույն ակնոցը նստեց, ու սկսեցի, երկու երեխեք, միակ բանը, որ իրոք շատ այսինքն նախանձում էի, Բարին բուն իմաստով, բայց բարի ոչ թե չար, դե երկու երեխա թբրոց, այնատեն ցերեկային, քիշերային, ռուսերենի խնդիր, ստիպում էի որ ռուսերեն պետք է սորվին եւ այլն, ու միևնույն ադեն երկու տեսակի խումբ կա, չէ՞, մարդկանց ստեղծող կամ ինչ որ կնե եւ սպարող։ Եթե ասված քեզի դվերը ջագադակիրը մարդ կա աշխարհն է շալակաստանում, մարդ կա ելել է շալակներ։ Եթե քեզի ստեղծողի գերբարնա ասված շնորհել, ոչ թե դու ես որոշում, չես կարող սպարողի կատեգորիայի մեջ տեղավորվել, ու տեսնում էի տատիկները, բաբիկները տանում են երեխեքին դպրոց, ախքսի Երանի մեկ հատ քովս լար ու ասենք թե մամա ջուր գնում ես 10 անգամ ջուր ես բերում, վերջում ասում եք գնացիք ձեր ջուրը դուք խմեցիք։ Այսինքն այսից բաներ կային, որ կսկաս որ ոչ թե մինակ ես, կսկաս որ ընտանիքի այդ հարազատի այդ գորուստը, բայց փորձում ես ճնշել իրան, որ քեզի չխանգարի։ Իսկ 99-ին բացեցիք Հալեբը։ Դրա պատմությունն էլ շատ հետաքրքրական էր, մինչև այս ճանապարհը շատ բաներ փորձեցի։ Երևի որ ժամանակս մի քիչ հերիքում էր, չգիտեի ինչ անել, ամենամեծ հաճույքս մեր թանգարանները այցելելն էր։ Ու հերթով ամեն անգամ այնադեն չեմ էլ հիշում, եթե Google Map-ը կար թե չի կար, չեմ էլ հիշում։ Մի հատ փողոց էի առնում ու որոշում էի այս փողոցը պիտի բացահայտեմ։ Գնում էի ուղիղ, իջնում էի ներքև, մինչև դպրոցի ժամ վերջանա ու գտնում էի լավ, հաջորդին անգամ հոսկայցել եմ։ Ժողարվեստի թանգարանը իմ դարերքի մեջ էի, երբ որ մտա ու հետո հասկացա, որ ինչու։ Երևի որ երկրորդ սերունդն էի չարցից հետո, դադիկեն եկած այդ ժարանքները, ժանյակ, կորկակորզություն, արծաթի ինչ-որ պադարիկներ եւ այլն, ոնց որ ինձ տարին թեպի արմատներ, այսինքն ես դիկրանագերդի եւ այնթաբի խառնուրդ եմ, մեջտեղը եկած, ու կդա վարպետներուն, ու որոշեցի տանել ցուցահանդեսներ, տարել եմ Ամերիկա, տարել եմ Կանադա, այդ ժամանակին լուրջ փողեր եմ իրանց բերել, բայց հասկացել եմ, որ ժամանակավոր է, հետո արաբերենի տաս եմ դվել, հետո չգիտեմ ռադիոյում ասել են արի խոսա, այսինքն, այսենց մի հատ փորձել եք, տարբեր բաներ փորձել։ Վերջը ճաշվի դեպենք Արաջան, գերթամ շուգա, բիբարունիկ, այո, գնայմ, ասիշ բիբար է աստված իմ, ասի ոչ համ գուտա, ոչ հոտ գուտա, սև, չէ, բաժագով ծախելու արվեստը, ինձ կարծնի ինչքան ուզես, 100 գրամ, այսինքն աղջիկ ջան, բաժագով, ու մշակույթի տարբերությունը cultural shock, որ ասում են կար, ու ամուսնուս հետ այսենց անելով, ասի կարելի է, մենք իմ խնդիրս լուծեմ եւ վստահ եմ ինձի պես ուրիշ կանայք կա, որ ու այնտեղից ծնվեց Հալեբը։ Բայց Հալեբը ինչքան հասկանում եմ, ձեր ընդամենը մի փոքր մասն է երևի զբաղմունքի։
Իմ անձնական այո, Այո, բայց դրան բերողը ինքն է։ բայց էլի ինչ-որ տարբեր նախաձեռնությունների մեջ եք, Այո, մատենայում եք, կանանց ինչ-որ այո։ երկու բառով ասեք, Okay, մեր ունկնդիրները տեսնեն կինը ոնց կարա տարբեր շատ բաներով զբաղվի։ գիտեք, երբ որ էլի հանկիստ մարդ չեմ, այսինքն աշխուժ եմ, կարող եմ դա ասել, եւ դունը նստող գերբար չեմ, թուրին յետև նստող չեմ, ինձ ամեն ինչ եթե տեսնեմ կհետաքրքրի, երթամ գսեմ որ նայեմ, այս իմ դեղս է թե իմ դեղս չէ, ու եթե գտնամ որ ես իմ համար դա լավ է, կսկսեմ ոնդեղ սուսիկ-պուսիկ երթալ գալ, խոսիլ ընել։ Ուրեմն որ մեկով սկսեմ ես չգիտեմ։ Հայաստանի սկսենք ամենահինը Հայաստանի կանանց ասոցիացիաներ, որը անդամ եւ հետո բորդ եղա, դրանից հետո երբ որ պատերազմներու շրջանին Սիրիահայերու խնդիրը եղավ, իբր Սիրիահայ գին գործարար, ասեն ճագերտներու մեջ, ասեցին արի չեք գտնում լեզու ու պիլոտային EU-ի funding-ով ծրագիր էր, Iris Business Incubator, ընդեղ մտա պիլոտային ծրագրի մեջ, հետո ինձ առաջարկեցին որ խորհուրդ կուկաս, 2016-ից ի վեր ընդեղ 10 տարի է խորհրդի անդամ եմ եւ շատ ծրագիրներ ենք անում, Կանանց, հա, կանքին միայն կանանց ձեռներեցների, չէ, իմիգրանտներու, պատերազմեն դուժողներու, Արցախից դեղահանվածներու, շրջաններու մեջ, դուք բիզնես ինչ եք անում։ ուրեմն մենք փող ենք բերում դարբեր գառույցներից եւ հայտարարում ենք մրցույթ, որ բիզնես գաղափար ունի, start է, build է, թե spark է եւ այլն, ըստ դրանց իրանց 6 ամիս տալիս ենք դասընթացներ դարբեր բաներով, բիզնես պլանից, SWOT analysis, finance, marketing, branding, այսենց վերնակիրները, մինչև որ պատրաստ լինեն, եթե նայած որ բաժնի կարողա ինքը 2-3 տարվա բիզնես է, սոսպարկ կտանենք իրան, եթե ստարտափ է եւ այլն բիլդի մեջ կտնենք, դրանց միան գրանտ դրանց դոգոսով շատ փոքր դոգոսով գումար կուտանք, նույնիսկ համագործակցում ենք Armenian AEB business Հայկանում բանկի հետ։ Հայ էկոնոմ բանկի բանկի։ հետ, այո, գումար ենք ընդեղ թրել, որ ուզե, բանկի հետ կարա ընդեղից վերցնի եւ ավելի առաջ գնա եւ աշխատի, Վարկ վերցնի։ վարկ վերցնի, այո, վարկ վերցնի, ու շատ հաճելի այսենց community ունենք, մոտ 600 հոգի, ես եւ մենթորություն եմ անում եւ ինչ որ կարող եմ։ Մեկ էլ ICC-ից մեր ընկերուհին Իրինան, Միջազգային առևտրի պալատ, չէ՞։ International Chamber of Commerce, ասեց էլի SME բանով, փոքր PMZ-ով գա, ընդեղ եմ ներգրաված, բայց ավելի միջազգայինի հետ կապված է։ Ինչ եք անում։ Նայեք, մի հատ website ստեղծեցինք, մեր վերջին ծրագիրներ, դա ասեմ, Yellow Pages, որը շվեյցարական բալադի բանիտակ էր, իրենք ֆինանսավորեցին, հայկական ընկերություններու Yellow Pages-ի նման եւ իրանք Դեղին այո, եւ իրանք այնտեղ տարածեցին։ Հետո բաներ ենք անում training չասեմ, այսինքն արագ 1 ժամվա ֆինանսների մասում եւ այլն մեր անդամներուն որ կա։ Եվ ես հիմա ինձ մենայի միջին արևելքի էլի զարգացում եւ այլն ICC Կատարի ներքո ես Հայաստանի ICC-ին պիտի ներկայացնեմ այնտեղ։ Ու ինձ գտվում է դրա պատճառը որ միան արաբերեն շատ լավ գիտեմ դա է, կամ իրենց հոգեբանությունը գիտեմ։ Հետո ինչ կար, գար փոքր միջին PMZ-ի association, SME association-ի էլի բորդի անդամ եմ, որը Այդ որտեղ է։ հայկական
Արա Չէ, ինչ որ ավելի մեծ կառույցի մեջ է, թե ինքը չէ, ինքը առանցին է Հակոբ Ավագյանը։ Հակոբը, Այո, մեր վերջին ես դա իրոք ասում եմ, որ լավ գործ ենք արել, ոչ թե քաղաքականություն կամ քաղաքականության մեջ մտնելով, 4 առաջին ռեյթինգով բարձր կուսակցություններուն հրավիրեցինք եւ բոլորը եկան, պարոն վարչապետեն սկսած, երկրորդը Սամվել Ղարաբեդյանի դե եղբորը դղան եկավ, երրորդը պարոն Քոչարյանը, իսկ ռեյթինգով 4-րդը պարոն Գագիկ Ծադուրյանն էր։ Ծարուկյանը, իսկ Այո։ եկան ինչի համար։ Եկան քնության, որ իրենք իրենց նախընտրակ իրենց ծրագրի մեջ փոքր եւ միջին բիզնեսներուն ինչ պիտի տան։ Հա, դուք ուղղակի Այո։ Ինչ ելույթ ունեցան, թե ծրագիր ներկայացրեցին, ինչ Ոչ թե ծրագիր, մենք հարցումներ հարցուցինք իրենց, Հա, ինչպես են տեսնում ինչ եք ոլորտը։ տեսնում փոքր եւ միջին բիզնեսի համար, ծեր ծրագիրներում իրանք ուր են, որովհետեւ մենք գիտենք հնայի 34%-ն ենք, մենք գիտենք Հայաստանի 90%-ը փոքր եւ միջին բիզնեսներու դերեր են, այսինքն, բայց հիմա կարույց չի գա որ փոքր բիզնեսներու իրավունքները կամ չգիտեն որ երթան մարդիկ որ առաջ ՊՄԶ զակը կար Ահա, հիմա չի գա չկա։ չէ չի գա so ինչպես կարող ենք իրենց support անել դա էր ու մարդկանց ներկայացրեցինք էսա 4-ին դուք որոշեք ինչ կուզեք մերը սուտ փոքր եւ միջին բիզնեսի մեկը ասում է հարգը կհանեմ մեկը ասում է քեր միջի փոքրին հարգը կհանեմ մեկը ասում է 60 միլիոն մեկը ասում է որ լավ եկեք իդ կառույցը անենք բայց լինի 80 եւ 20 այսինքն 80% պետական ֆինանսավորմամբ 20% դուք կառույցը ավելի գազմագերված դարձնելու մասին է Այսինքն մենք հիմա միայն անդամավճարներով ենք ոնց որ ասած յոլա գնում Թող մի հատ հարց է իմ մոտ առաջանում, հիմա եթե օրինակ ինչ որ մարդիկ ուզում են որ ունենան քվե, չէ՞, կարող են որոշակի պոպուլիստական քայլերի դիմեն, ասեն, Դիտեցեք, այ։ իհարկե Սա սենց ենք անելու, բայց դա կնշանակի, որ կամ, չգիտեմ, որոշակի բյուջեի եկամուտները պետք է նվազեն, կամ բյուջեի ծախսերը պետք է նվազեն, եթե ինչ որ այդ քանակով հարկեր չեն հավաքագրվելու, կամ ինչ որ մեկ ուրիշ տեղից պետք է հավաքագրվեն այդ հարկերը։ Ուզում ասեմ, եթե 90% բիզնեսները Խմեք վարորդական իրավունք այո, խմեք շեք կտանք 5000 վարորդական իրավունք։ Այդ զրույցները օգտակար էին, թե իրանք ընդհանրապես ինչ որ գիտեք քաղաքական Քաղաքականություն դրա մասին է, ով ինչքան կարա իր վրա քաշի։ Ով այսինքն շատ է, ինքն էլ Իմ ասածը ուրիշ է, իմ ասածը նա որ հա մարդկա կարող է ասի, գա ասի, ոչ մենք չի լինելու հարկեր։ Օրինակ, լավագույն պոպուլիստական ենթարեք առաջարկում չեն լինելու հարկեր, բայց դա Չիլլի։ իրական, հա, չիլլի։ Իրականության դա չի համապատասխանի, չէ՞։ Կամ իրականությունը այդպեսին չի կարող լինել։ իհարկե չի կարող լինի ես էլ եմ համաձայն բայց քանի որ ընտրություններ են առաջ է եւ մենք իրոք ուզեցինք եւ իրանց ասել ենք որ պիտի ցայնակրվի ծայրեծայր եւ ցայնակրում ենք եւ իրենց խոստումները որ ասում են սա ենք անելու մենք տեղադրում ենք սոցիալական ցանցերում եւ թողում ենք ժողովրդին ինքը որոշե որ մեկի իրան բայց իհարկե մենք գիտենք որ բոլորի աստեցությունը կամ բոլորին ախորժակը նախընտրական կամպեյն է ոնց որ Մարդիկ գրում են, հետո չեն անում, հետո հազար հատ պատճառ են, հիմա ձայնագրեք ինչ ուզում անեք, խոստումա տալու են, հետո ինչ կլինի։ հիմա եթե Չէ, ասնի մենք չենք այս Չէ, ես- փնովում կամ ինչ-որ բան ես էլ չեմ փնովում քննադատության Չէ, ենթարկում ակի հետաքրքիր է էլի նպատակը ինչու՞ն է այդ որ մարդիկ այն խոսային ինչ ներկայացնեն որովհետեւ իրոք որ փոքր օրինակ խնդիրները մեկը ես բարձրացնել եմ եւ բոլորին էլ հարցրել եմ եւ ոչ մեկը չի գծավ իմ սրդի ոչ թե իմ սրդի իմ դրամապանության պատասխանը տալ 4 սուպերմարկետներուց անց կա որը քերիշխող են
Այսինքն ընդ որում մեկը իրանցից վախենալու չափ դարածվում է, վախենալու չափ։ Կենսերի պես ուր գրում է։ Այո։ Եվ սիթի մասն է խոսքը։ Ուզում հասկանալ։ Ենթադրում եմ քշում ես թե չէ, բայց ես նոր ինչքան թաղամասեր կա, որտեղ նոր բան կա, ամենը։ Եվ օրինակ մենք աշխատում ենք բոլորի հետ, փոքրերի հետ եմ աշխատում, թեկուզ փոքր խանութ է, ես խնդիր չունեմ, բայց գիտեմ, որ քեր իշխողը մեծը եթե բացա, կողքի բոլոր փոքրերուն խեղդում են։ Այսի խնդիրներն մեկը։ Երկրորդ խնդիրներն դե մոտավորապես 10 տարի է, արդեն ես քեր փոքրի եւ փոքրի հետ եմ աշխատում, մեր մոտ խանութը իրենք մտնում են առանց նախապայմանի։ Նույնիսկ հաշվապահս եթե տեսնում է, որ ազատված է հարգերից կամ չգիտեմ ինչ, ասում է քլխոս գործ հերիք է, բանաս 20% դակ չեն, ասում են ոչինչ։ Չեն կարողանում մտնել ցանցեր։ Մի 6-7 ամիս անդանելի process կոդ բանալու համար ծախս, շելֆի համար, ծարակի համար ծախս, նվեր, որբեսի մտնես, հետո վերջում եթե հանգարց X աբրանքը տեսնե, որ լավ է վաճառվում, ինքը կսկսի բերել։ Այսինքն խնդիրներ, որ պետք է բարձրացնես, ասես որ հեյ, ներքև ասենք հարձեր գա, մարդիկ չարչարվում են, մույս խնդիրներն մեկը ասում են, որ քնակ աշխատեք եւ այլն, ասում են, որ համաշխարհային բանկի հետ ժողովել արեցի, որ փոքր միջին բիզնեսներու խնդիրները ինչ են, ասում են, որ եւ մեկ հատ որ հետս ինտերվյու արեց, վրաց իփնիկ վրաստանից է, ասում են, որ լավ, դուք բնդուկը ինքը բլուբերի իմաստը, սի չէ, ես բնդուկով ասեմ ես քոնե գիտեմ, ծեր բեդությունը, ինձ ծրագրեր արավ, եւ իմ subsidation-ներու կնած, որ դուք բոլորդ բնդուկի այքիներ դնգեք, եւ նույնիսկ հիմա Թուրքիան ցեզանից ցեզի հաշվի առնում է բնդուկի արդարացության տարածաշրջանում միակ ինքն էր։ Իսկ ասեցի մեր խեղծ ծիրան արդարացողները իրանց մոտ ծիրանի կիլոն աստղափաշխական ստացվում, որովհետև 1 յունիտը մինչև ինքը արդատրե, պիտի նույն ծախսերը տնե, ինչ որ եւ ոչ մեկ աջակցություն, ինչ որ օրինակ ասենք մեր հարևան բեդությունը, որը ամեն ծևի, ամեն ծախսերը մենակ արդատրեք, արդահանեք։ Նույնալ Իսպանիայի օրինակը դվի առաջան Ուրեմն բանից, Մադրիդից, մինչև Մալագա 600 կիլոմետր է։ Ես քշելով եմ գնացել այդ ճանապարհը։ Նախանցը, այդ որ խեղդում ամբողջը մշակած է։ Մշակած այքիներ, զեյթունի ձարեր։ Այսինքն դեր vision, ստրատեգիա կա, այնտեղ, okay, եւ երևում է որ մեկը 1 հեկտար է, մեկը 100 հեկտար է, մեկը, չգիտեմ 5 հեկտար է, սկում ես որ տարբեր են, բայց բոլորը նույնն են։ Կլաստերը։ Այո, ինձ ասի խնդիր է։ Մույս խնդիրը որ էլի բարձրացնում են որ գփավե մենք աժան աբրանքներ արդատրենք։ Չեք կարողանում։ Mass product-ից պետք է ես կնամ թան եւ premium-ի։ Okay, ինչ է։ Պիստակ, նուշ, բնդուկ Թանգեն, բիստագի կիլոն, իչնե ինքը որոշ 20 եվրոից, համաշխարհային շուտ, չիչներ, վերջ, փոխանակ դու նույն աշխատանքը տանես 20 եվրոյանոց ինչ-որ մի բան, կստանաս 200 դրամի ինչ-որ մալինայի, չգիտեմ ինչնայց մալինան էլա։ Մալինան 200 դրամ չէ, օրինակ Մալինան է շատ դժվար, էլ premium product։ Էդա, այս խնդիրները, այո, այս խնդիրները ոնց որ ոչ մեկը չի տեսնում, բայց գա։ Մալինան արագ աճում, այդ պիստակը բան է, պետք է մի 8 տարի տնկես սպասես։ Ուրեմն բեդությունը պետք է գրնակ կենա, որբեսի մարդիկ շահակրկրվին եւ տնեն ստեղծեն։ Ես ինչու պիտի ներմուծեմ թվերը, եթե ցեզի ասեմ, որ ինչքան պիստակ եւ ինչքան նուշ կներմուծվի Կալիֆոռնիա Գարդենի, դուք կապշեք։ Կալիֆոռնիայից ստեղ։ Չէ, այո,
Ամերիկայից, բայց բրենդի անունը California Garden է։ Ամերիկայից տեղը գա։ Այո։ Իմ համար եթե հայկական նուշը փորձեք, ել չեք ուտի, ոչ էլ գտբնական օր։ Հավատացեք։ Իրոք որ մեր հողի մեջի եղած այդ բարարդանույթը, այդ երկաթ կամ էլեմենտները որ կա, չէ որ սև հող է, ուրիշ համ գուտա։ Ինչու՞ չօգտագործենք եւ այսենց շատ եմ խոսում։ Չէ, ընդհանրապես, բայց ես մի չգիտեմ, ես չեմ Այս ամփոփեմ ներողություն։ Այլևս իմ մոտ այսինքն անգլերենով ասեմ, local is no more small, ինքը փոքր չէ, պետք է local-ը դառնա the premium։ Վերջ։ Հերիք ասեք տեղական արդատրոյին ինքը փոքր է, ոչ, ինքը premium-ն է։ Ես չեմ ուզում նույն զարան ամեն տեղ որ կա։ Ասենք թե շորի։ Ես չգիտեմ, չէ, ասենք թե KitKat-ը, ասենք թե ինչ կա, այսենց ուր երթած նույն ապրանքն է։ Ոչ, ես ուզում եմ մեր authentic հայկական ինչ որ։ Այո։ Պետք է լինի դրա business case-ը։ Պետք է, այսինքն եթե մենք խոսում ենք օրինակ ինչ-որ բան պետք է սուբսիդավորվի, սուբսիդավորելը ինչ է նշանակում։ Սուբսիդավորելը նշանակում է, որ ինչ-որ մեկը այդ մեկը երկրորդը նշանակում է, որ ինքնարժեքը այնքան բարձր է, որ պետք է սուբսիդավորվի, որ ինքնարժեքը ինչ-որ ձև, չգիտեմ, նվազեցվի։ Ստացվում է, որ մրցակցային չի, ինչի ես չեմ ասում, որ նա ճիշտ որ նա սխալ, հենց բան չեմ ասում, բայց ստարտափի կոստերը բարձր է, պետք է սուբսիդավորես, մինչև ինքը գա նորմալ վիճակի հասնի, որտեղ այլապես չի արվի։ Ոչ թե մշտապես միշտ գինը, չէ՞։ Այո, որովհետև պիստակի այքին, մինչև ինքը խելքի գա եւ սկսի մեծ քանակով քեզի պիստակ դա, ինքը 7 տարի կուս է։ Մի հատ նուշներ, մի հատ լիբանանցի գործարար կա, որ մեր ընկերության պատճառով ինքը Հայաստան եկավ եւ գահայտարար է Տավուշում, չգիտեմ քանի հեկտարներ, այս թանկ ընկուզեղեն դրավ։ Ուրեմն 1% դալով բանկին վարկ ինքը այդ գումարները վերցրել է 1%։ Պատկերացնում եք։ Իսկ ես ժամանակին, երբ որ մենք սկսել ենք մեր հալեբի, արդեն գումար չի գար, այնինք չէ որ շատ գումարով եկել։ Միջև 18%, 20%, որ հիշում եմ ինչքան 98-ին 40 է կարող լիներ։ Չէ, 40 չեմ հիշեր։ Դա 98 չէ։ Այսինքն մեծ թիվեր, որը օքեյ, ափսոսը Այսօր ինչպես փոխանակ բիզնես սարքացնել։ Միան գումարը հավաքում էինք, տանում էինք ամսվա վերջը բանկին նոր անգարց ֆայլերից save list չընկնի։ Դա դրա մասին է, այսինքն այսենց մտածել չունենք։ Շատ փնթի ենք մտածում։ Կներեք։ Չգիտեմ, ես փնթի ենք մտածում, այստեղից ավելի չենք տեսնում եւ այլն։ Այդ որ ֆունդամենտալ ֆինանսների տեսանկյունից է նայում ամեն ինչը ու մակրոտնտեսությանը ամեն մի ոլորտ կարող է ասել որ ես շատ կարևոր եմ ինձ պետք է սուբսիդավորվի ու պետք է որ ես ունենամ 1% տոկոսադրույքով վարկ բայց դա հնարավոր չէ հնարավոր է չէ հնարավոր չէ ասեմ ինչպես էլի մեխանիզմը կներեք էլի եթե ինչ որ մեկը 1%-ով ստանում է այդ վարկը մնացած բոլորները ուզում են նաև ունենան այդ հնարավորությունը ինչպես օրինակ պետք է որոշվի թե որը ավելի ստրատեգիկ կարևորություն ունի իսկ որը ավելի ստրատեգիկ կարևորություն չունի արդեն մասնակետ կփերեմ եւ մասնակետի Մասնակետին գսեմ, ասե кейսերս, կնա ինձի ուսումնասիրություն ըրե, և ինձի ռիպորտը դուր, ես չեմ գիտեր ամեն ինչ, ես կեր, չեմ գիտեր, բայց գիտեմ, որ մասնակետներ կան, պերեմ, անեմ, տնեմ, մտածեմ, լավ մասնակետներու հետ, որ մեկուն կարելի է, որ մեկուն չի կարելի, հիմքեր կան, դրան ընդունելու եւ չընդունելու։ Սովորաբար պետությունները իրանք որոշակի
ելնելով իրանց չգիտեմ աշխարհագրական դիրքից, իրանց աշխատուժի ունակություններից, ընդհանուր բնակչությունից, տարբեր բաներից որոշում են թե որտեղ ունեն ստրատեգիկ առավելություն։ Ես էլի եմ ասում, ես չեմ քննադատում այդ մտածելակերպը, ուղղակի դա շատ սուբյեկտիվ է դառնում, որովհետև բոլոր ոլորտները կարող են գալ եւ պնդել, որ իրանք շատ կարևոր են։ Գալ կարան, սուրես մի կողմից պիտի պետությունը այդ research-ի հիման վրա որոշի որն է։ Հեշտ չի, Շատ սուբյեկտիվ է։ Եթե առաջնահերթություն չես տալիս, ասենք 1 2 3 այդ չգիտես, բոլորն են կգան ու անընդհատ կուզեն։ Քեզ բերեմ մի օրինակ, բանկային ոլորտը սուբսիդավորվել է։ Դու ԿԲՄ-ս աշխատել երկար տարիներ։ Դե նայած ի՞նչն է կապում ունես։ Ես ինչ եմ ուզում ասել, այսօրվա դրությամբ ֆինանսական ոլորտը Հայաստանում միջազգային մասշտաբով կարելի ասել զարգացած ոլորտ է, ինքը մրցունակ։ Դե հանգամանքների բերումով։ Բան չունեմ ասելու, բայց 20 տարի առաջ տենց չէր։ Ապրես 20 տարի առաջ տենց չէր, բայց փաստացի առանց որևէ միջամտության, նո միջամտություններ եղել է, տենց բանի տակ դրած խոշորացուցի տակ դրած ոլորտն է։ Միջամտություն կա։ Միջամտություն, որ ասում եմ, կա ունեմ սուբսիդիաներ, չգիտեմ, ցածր տոկոսներով, որ ընդհանուր բանկերի տերերը գումար են վերցրել, տենց բան չի եղել։ Հա, բայց օրինակ պետությունը կենտրոնական բանկի միջոցով ագին ռեսուրս է դրել, որտեղ զսպվի օրինակ նույն սնանկության ռիսկը, որ ոչ մի չի հաշվել։ Չէ՞։ Որովհետև թողը իր ազատ շուկա, որտեղ ոչ մի բան չկա, ու տենց տնտեսագետներ կան, մարդիկ ասում են բանկը ինչի պետք է չսննկանա, եթե վատ է կառավարվում, այդ ինչի պետք է սուպերմարկետը կամ մյուս բիզնեսը սննկանա, իսկ այդտեղ ոչ մի բան, ասենք դու ունենաս սխալ բաժնետեր, սխալ տնօրինություն եւ այլն, բայց հանգարց պետությունը չթողի որ սննկանա, բայց ռեսուրս է, չէ՞։ Հա, բայց դու ապավագրություն ես դնում, դու վերահսկողություն ես դնում, դու լիքը բաներ ես դնում, այդ ոչ մեկ առանձին չի հաշվում։ Որքան նաև այդ սուպերմարկետներն է ուզում անդրադառնայի։ Ամենայն իմ տեսանկյունից ես էլի եմ ասում, պարտադիր չէ որ ես ճիշտ լինեմ, բայց արդյոք տնտեսության մեջ պետք է գոյատևեն թույլ խաղացողները։ Ես չի ասել, իրանք թույլ խաղացող են։ Եթե չեն կարող մրցել թույլ են։ Փոքր են իրեն։ Եթե փոքր են, պիտի իրեն հնարավորություն դաս, որպեսզի ինքը կամաց աճի։ Այսինքն մեր ընկերության օրինակով մենք 2.5 հոգով ենք ստեղծել։ Արդյունի հարցը շատ ավելի փիլիսոփական հարց է, ես կարող օրինակ ասեմ, իսկ արդյոք պետք է փոքր երկրներ լինեն։ Կա ասենք Ամերիկա, Չինաստան, էլի մեծերը, այդ ով ասում, որ Հայաստանը կամ Դանիան կամ չգիտեմ փոքրները պետք է ոնց, բա դու նոր ես ասում, թույլերը փոքրները ինչի պետք է։ Մոտեցումը մի քիչ ուրիշ է։ Առևտուրը չունի մրցակցային առավելություն։ Առևտուրը առևտրի Ամերիկանն էլ ասում է, ես ամենահարուստ երկիրն եմ, այդ մնացածը այդ Եվրոպայում այդ 40 երկիր եք ինչ է։ Ինչի դուք պետք է իմ հետ ոտ գցեք։ Դա որով նույնն ասենք դու կարաս վեսնես անտառի կենդանիներ ասենք։ Առոց փիղ մեկ էլ չգիտեմ, արջ մաներները ինչի պիտի ապրեն։ Ես ընդունում եմ քո ասածը, բայց մենք որոշ չգիտեմ, մենք ասելով բնակչությունը կամ ընդհանուր եկել ենք համաձայնության, որ մենք կապիտալիստական շուկայում ենք ապրում։ Մենք ապրում ենք ոչ այն շուկայում, որտեղ որ օրինակ կորուստները կիսվում են։ Կորուստները կիսվում են սոցիալիստական շատ երկրներում, որտեղ որ այն թույլերին մի քիչ բաներ ուժեղները բան են անում, պատժկա են անում, տենց է ստացվում։ Բայց մենք որպես, չգիտեմ, հասարակություն եկել ենք այն համաձայնության, որ մենք կապիտալիստական բարքերով շուկայում ենք ապրում։ Ռազմավարությունը գնացել է որ միայն մեծերը ապրեն։ Ստեմա մենք ոչ մի բանի վրա համաձայնություն չենք եկել։ Մի կողմից ասել ենք ազատ շուկա է, մյուս կողմից համանadrությունում գրած մենք սոցիալական երկիր ենք, մարդը գերագույն արժեք է, ոչ մեկը իրականում չկա։
Հենց խնդիրը է դա, որ մենք որևէ բանի շուրջ համաձայնություն չենք եկել հիմա կառավարությունը ասում է այս ձեր սահմանադրությունը անկախության հռչակագիրը սխալ բաներ եք գրել ոնց է ազգը ընդհանրապես եկե համաձայնության եթե դու ֆունդամենտալ բաների շուրջ համաձայնություն չունես այն մնացածն է չունես դու նայում ես նույն այդ Քարոզ Արշավը այսօրվա մարդիկ ասում են փող դու էս անեմ, փող դու այն անեմ, այն կողմը ասում է, քեզ ոնց փող տամ, ինձ կբռնեն, ու ամբողջ թեման դրա շուրջ է, այնքան պրիմիտիվացել, իջել, այս մարդիկ, ասենք, հանդիպում են արել, ՓՄԶ ռազմավարություն, տեսլական, այս բաներ են քննարկում, դու նայում ես կամերայի առաջ ինչ է կատարվում, հասկանում ես։ Իրոք մտեք եւ նայեք, բոլոր 4-նալ թրված է, եւ այդ որ անուններով չխոսամ, մեկի նույնիսկ 2.5 հարցումով ասեցինք հերիկա։ Բայց իրանք պետք է պարզ լինեն էլի ժողովրդի համար։ Ես իրանց չեմ էլի ինչ որ ձև փորձում արդարացնել, բայց դու մյուս կողմից նաև ունես AI, ունես արհեստական բանականություն, որը AI քո քվեարկողը չի։ Չէ, քվեարկողը չի, բայց դու ուզում ես որպես կապիտալիստ ռացիոնալ, չէ, էֆեկտիվ կառուցես քո բիզնեսը։ Հիմա ես երեք մի ընկերոջ տեսա, որը IT-ում ասում է ծրագրավորողներից հանել եմ 4 հոգի մարդ մնացել, ասում է 2.5 միլիոն աշխատավարձ էի տալիս, հիմա $1400 թոքեն եմ առնում, ավելի լավ անում այդ գործը։ Ու այդ ֆունդամենտալ խնդիր է, նույն համբմձն է մի կողմից խոշորի կողմից դուրս մղվում, արհեստական բանականության կողմից նրանք են դուրս մղվում, ու իրանք կոնտրողն են։ Դու ուզում ես էֆեկտիվ, որ էֆեկտիվ լինի, երկրը մի քանի հատ տելեկոմ պետք է լինի, մի քանի հատ բանկ, այսքան բանկ էլ պետք չի, մի քանի հատ սուպերմարկետ, էլ ինչ է, մի քանի հատ նախարարություն, մի քանի հատ ծրագրավորող, մնացած ինչ պետք է անեն, պետք է բան տաս են նպաստներից։ Նույն համաշխարհային բանկետներ կայացած զարմացան, որ գյուղատնտեսական մենք նախարարություն չունենք։ Ոնց ունենք։ Չի զարմացան։ Չունենք գյուղատնտեսական էկոնոմիկային գծերի։ Այո, չէ, չունենք։ Ոչ բան ինչ եմ այդ։ 40% բնակչությունը ընդեղ է զբաղված, չէ։ Այո։ Օրինակ եմ ասում։ Զարմանում եմ, որ համաշխարհային բանկը զարմանում է։ Մեգա Վիեննայից էր, ասենց how? See, okay, I'm telling facts. I don't know how. This is the reality. 12 հատ պետք է լիներ նախարարություն։ Այո, այդ հա, ես մենք չերդերուն չենք կնում։ Չենք կնում։ Արտյոմ ջան, հարցում իմ գոմես, միայն դուք մի հարցնեք։ Բյուջե լեցնել թե հնան բարձրացնել։ Հնան բարձրացնելով հավանական է որ բյուջեն ավելի մեծանա։ Իսկ խոսքը որ գնում է միայն բյուջե լեցնել, ուրեմն սխալ տեղ ես։ Ուրեմն բյուջեն կոնկրետ տեղ ունի, հնա չունի։ Ծախսերը շատ են։ Չեմ գիտեր։ Դե իրականում կյանքում բալանս լինի, Անշուշտ։ Ամեն կարողանաս ավելացնես, որ այն էլ ավելանա, դե մի կողմ մենակ քաշես։ Չէ, այսինքն ես ավելի երևի իմ շինար կամ civil engineering background-ը, եթե ես հնան կարողացա բարձրացնել, մշակեցի ինչ-որ ստրատեգիա դրա համար, արդեն ինքնաբերաբար անագը բարձրանա հետը։ Այսինքն բեչունիմ ես դրա վրա ինչ-որ ինչեր անել ես ավելի ես ինչ անեմ, ինչ հարցնում ավելի շատ հնա ես կասեմ ինչի, որովհետև դրանով քո երկրի քշիրն ավելանում։ Այդպես։ Ինչից չխոսացինք։ Մատենայից։ Ոյ։ Մատենայի ընտրությունների եք պատրաստվում։ Այո։ Շրջանավարտների ակումբի։ Մատենան ինչ եք սովորել։ Մենք մատենայից բազմաթիվ հյուրեր ենք ունեցել։ ESMT Բերլինի ծրագիրը։ Հիմա։ Չէ։ Հա, ոչ executive MBA, այլ ծրագրերի։ Ոչ executive-ը չեմ արել։ Հույսով եմ գանեմ։ Դա եմ արել,
Մաթենայի կոնցեպտը կամ միջավայրը մտածող, արարող մարդկանց խումբ է, որը եթե դու այդ տեսակը չես, դու չես կնար ու բնական սելեկցիա գնա։ այո, այսինքն նայեք ասեմ, ինտելեկտը առաջվա, քանի որ ես հնուց այստեղ եմ, առաջ երբ որ ասում էին ինտելեկտ, դե ես անցավ օրինակ Սոս Սարգսյանի հետ հանդիպել եմ, փախտս բերել է, մեր նկարիչ Հակոբ Հակոբյանը մեր հաջախորդն է եղել։ Ես տեսած եմ այդ ինտելեկտը եւ ու ես ինձ ասում եմ իրոք փախտավոր եմ, որ մեր մեծերուն հետ կարողացել եմ թեկուզ շատ քիչ բայց շփվել։ Այդ ինտելեկտը հիմա չի գա, որ գումար չունի, բայց իր խոսքը աստեցիկ է։ Այսինքն ես գիտեմ, որ Սոսը մեր Արցախյան պատերազմի ժամանակ գնաց Կրեմլին կարողացավ մտնել եւ խոսիլ եւ բանակցել, ինքը ով էր, ինքը այսինքն ոչ թե ով էր, ոչ երկրի նախագահ էր, ոչ պաշտոն ուներ, ոչ էս էր, ոչ այն էր, Ազատ մարդ էր։ ազատ մարդ էր։ Հետևաբար այդ ինտելեկտը ես գարոդում եմ։ Հիմա ու եկավ ինչ որ չգիտեմ ինչ աղավաղվեցավ եւ ամեն այդ ինտելեկտի այդ խումբը կամ այդ սահմանումը բաներով գործվեցավ։ Ես ոնց որ մաթենայում զգում եմ, որ կարող է ինքը հիմք դառնա այդ ինտելեկտին, այսինքն ինքը վերջում դառնա այդ միջավայրը, որ կարողանա թելադրել պետության, ինքը չստանցնե պաշտոններ, բայց ինքը իր խոսքը աստեցիկ լինի իր խումբով, ոչ թե անհատներով։ Այսինքն այնքան խելացի ասեմ, ոչ թե բարի եւ այլն, ուղեղնին զարգացած ճիշտ, որ օքեյ քումարով չէ ամեն ինչ, թրամով չէ ամեն ինչ, մտածելակերպով է, նախատեսությունով է, անալիզանելով է, դա է իմ համար մաթենան։ Եվ հույսով եմ այդ ինչ որ ես 98-ին, 99, 2000 եւ այլն տեսած եւ հիմա չեմ տեսնում, հույս ունեմ, որ մաթենան այդ կդառնա։ Բայց արդյոք Մաթենայի շրջանավարտների բավականին զգալի մասը ֆինանսապես հաջողակ մարդիկ չեն։ Ես մանրամասնությունները չեմ գիտեր, ով ֆինանսապես հաջողակ է եւ ով ֆինանսապես հաջողակ չէ, բայց ես գիտեմ, երբ որ իրենց ծրագիրներուն մասնակցում եմ, երկխոսություն կա անդամների միջև։ Այսինքն զրույց կարող ես խոսիլ, կարող ես միտք կիսվել, կարող է մեկը քեզի հակաճարե, բայց այնտեղ վեճ չի դառնա, մտքերի փոխանա, ու ես դա տեսնում եմ, այդ մաքուր հողը կա։ Ինչպես նաև Impact Hub-ը, որ ինքը սոցիալական ցերերեցության այսենց մոդել է, որ էլի Հայաստանը դրան կարոտ ուներ։ Դա էլա, դրա հողն էլա մաքուր։ Այսինքն այսենց ծրագիրներ կամ այսենց կառույցներ երևի մեզի պետք են, որ իրոք այդ արժանինքները, որ պետականությունը կպահե եւ կպաշտպանե, դրանք գտնենք, որ ինձ թվում է շատ բան մենք գործընծուցինք, շատ արժանինքներ գործընծուցինք։ Ես ձեր հետ լրիվ համաձայն եմ, բայց ես կասեմ հետևյալը, իմ անձնական սուբյեկտիվ կարծիքով, մենք վերջի 30 տարում առողջ դիսկուրս հասարակությունում չենք ունեցել։ Կապ չունի, ճիշտ է, դուք նշում եք որոշ անուններ, որոշ մարդկանց, ովքեր որ ազդեցություն ունեին, որոնք էլիտայի մաս էին կազմում, չլինելով ենթադրենք, չգիտեմ, օլիգարխ կամ միլիարդատեր, բայց առողջ դիսկուրս մեր հասարակությունը անկախության տարիներին չի ունեցել, տենց է ստացվել, ու շատ կարևոր է որ դա լինի, ու ես ուրախ եմ, որ մնա կա այդ ձեր կառույցը,
որտեղ կան մարդիկ, որ կարող են ունենալ այդ դիսկուրսը։ Մենք չունենք հասարակությունում այդ առողջ դիսկուրսը։ Մեր մոտ շատ տգեղ անձնավորված դիսկուրսը տեղի ունենում, որը ոչ թե գաղափարի դիսկուրս է տեղի ունենում, այլ անձնական վիրավորանքների դիսկուրս է տեղի Ես ունենում։ ճիշտ եմ։ Միանշանակ, որ եթե մենք ուզում ենք ունենալ երկիր, հասարակություն, պետք է մեկը մյուսին կարողանա ոչ թե վիճել, այլ տեսակետներ ներկայացնել։ Մենք դա չենք կարողանում այսօրվա դրությամբ։ Ավելի հին եթե երթամ, Վերնադոնը, որ Հովանես Թումանյանը ստեղծել էր, այսինքն եթե ես միայն գարտամ այնտեղի զրույցները, եթե միայն իրենց այդ հին նկարները տեսնեմ, ուրեմն փաստորեն մեր էլի այդ խավը զգացել է, որ պետք է այսան մարդիկ միտեղ, որ այս մարդիկ հավաքվեն իրար 4 կողմ եւ իրենք դառնան այդ ուժը, որ կարողանան թելադրել։ Պետք էր, այսինքն տարբեր ժամանակահատվածներու ունեցել ենք։ Հետևաբար դա եմ տեսնում, կամ միգուցե որ չի գա, այսինքն մի փոքրիկ լույս տեսնում ես, ասում ես, թող մեծնա, թող ինքը լա, այո, թող առաջ երթան եւ այլն եւ այլն։ Դա իմ համար Մաթենա։ Շատ լավ։ Մաթենայում մենք շատ լավ ընկերներ ունենք։ Բազմաթիվ Եվ շրջանավարտներում եւ հենց կառույցում Ես էլ բոլորը, այս բոլորը չէ իհարկե 600 հոգին, բայց բավական մարդ գիտեմ։ Շատ լավ։ Ինձ թվում է այս դրական նոտայի վրա կարող ենք կանգնել այսօր, սովորաբար մենք շատ ենք խոսալու բան ունենում, բայց ոնց որ տարբեր բաներից ահագին խոսեցինք։ Շնորհակալություն, որ հյուր եկաք, շնորհակալություն ձեր նախաձեռնությունների փորձառության համար, որ կիսվեցիք նաև մեր հետ։ Եվ ձեզ անսպառ էներգիա եմ ցանկանում շարունակելու ձեր լավ նախաձեռնությունները։ Շնորհակալ եմ, հույսով եմ շատ չի ցանցրածուծի ձեզի։ Ամենևետ։ Եվ իրոք բադիվեր, ես Արտյոմին չեմ գիտեր, բայց արավոտվանից ամուսնուսալսի դուսա գիտեք, որոհետ ինտերվյու գիտինեմ։ Ու LinkedIn-ի պրոֆայլը ցույց տվի, ասի ուրիշ ինտերվյու է, ատմնատ արդեն իրենք էլ հայրիկ է, նորեն պիտի երդաս, բայց ասի չէ, ասում եք ուրիշ մագարտակ է, ուրիշ որակ է։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Մերսի Արտյոմ ջան։ Ուրախ եմ, որ նոր ընկեր ցերբերեցի, արդեն Արանին դարձավ հին ընկեր։ Շնորհակալ եմ։ Սիրելի ունկնդիրներ, շարունակեք հետևել մեզ, բաժանորդագրվեք, սեղմեք զանգի կոճակը եւ կհանդիպենք հաջորդ մեր թողարկումներում։